Վերադարձանք գովազդից եւ խոսենք մի թեմայից, որը Նելին շատ է հետաքրքրում եւ ոչ միայն, ինձ թվում է, որ Հայաստանում անգամ 100,000 մարդկանց, աշխարհում երևի միլիարդավոր մարդկանց։ Online marketplace-երի մասին է խոսքը գնում, վաղուց դարձել են մեր կյանքի, մեր երկրի անբաժանելի մասը։ Տարեց տարի միլիոնավոր մարդիկ ավելի ու ավելի են վստահում իրենց գնումները հենց դրանք։ Ու սա կոնկրետ վիճակագրություն է։ Բայց ինչպես կարողանալ կողմնորոշվել, թե գրագետ գնումներ կատարել, թե վաճառել քո ապրանքը, այդ հարցում այսօր մեզ կօգնեն մեր հյուրերը։ Wildberries վաճառքի մենեջեր Քրիստինե Բոյախչյանը եւ գլխավոր մենեջերներից Սերինե Խաչատրյանը։ Բարի առավոտ աղջիկներ։ Հիշեցի Անդրեի երգը, Անդրե, բայց ինչպես վաճառեմ, տենց մոտորապես Անդրեն տենց երգն է։ Բայց ինչպես քեզ սիրեմ տենց։ Ահա, հասկացա։ Արի մենք այսօր խոսենք on-line վաճառքներից աղջիկներ։ Դուք խոսեք, ես ուշադիր լսեմ, ինչպես որոշեցիք Wildberries-ում աշխատել, դասընթացներ տալ։ Wildberries-ում աշխատել։ Ես գիտեմ Wildberries-ից մենակ ինչ-որ բաներ գնում եմ։ Տեսնում ես, ոմանք աշխատում են, որ մենք գնում ենք գոր։ Աղջիկները հենց մասնագետն են այս կարևոր մասնագիտության։ Ես ուրիշ հեռու երկրներում են աշխատում, որ մենք գնենք։ Պատմեք։ Wildberries-ը արդեն 20 տարեկան է, այսպես ասեմ, Հայաստանամուտք գործել արդեն 7 տարուց ավելին ու շատ մարդիկ կարողանում են հենց իրենց բիզնեսը սկսեն Wildberries հարթակով։ Ես իմ փորձից ելնելով ասեմ, ես սովորել եմ Wildberries 2021 թվականին, բայց իմ վախերի պատճառով վախենում էի մուտք գործել, մտածում էի կսխալվեմ եւ այլն, ու մտել եմ Wildberries հարթակ 2023 թվականի մայիսից։ Իրականում այս 2 տարվա ընթացքում հասել եմ մեծ հաջողությունների։ Մենք կարողանում ենք մեր պրոդուկտը պատվիրել Չինաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ու այնտեղից վերավաճառել։ Այսինքն յուրաքանչյուրս կարող ենք բացել մեր on-line խանութը, որը գրանցում ենք ընդամենը մեկ անգամ եւ կարող ենք վաճառել տարատեսակ պրոդուկտներ։ Ներողություն, դուք ինչ եք վաճառում։ Այս պահին խաղալիքներ, մոտավորապես մեկ ամսից արդեն երկրորդ պրոդուկտը կվաճառեմ, անլայր ականջակալներ։ Լիոնոլի, տեսնում ես։ Լավ, ինչպես է այս դասընթացները անցնում։ Այսինքն բացի այն, որ դուք վաճառում եք, դուք նաև այսօր դասընթացներ եք տալիս եւ սովորեցնում եք շատ ու շատ այդպես սկսնակ բիզնեսմեններին կամ բիզնեսվոմեններին։ Հիմա դուք ունեք ունիկալ հնարավորություն մեզ անվճար դասընթաց տալ։ Եվ այսպես։ Մենք ունենք այդ ունիկալ հնարավորությունը։ Դե ինչ անենք։ Դասընթացների ընթացքում մենք սովորեցնում ենք ինչպես կարող են բացել իրենց խանութը, ինչպես կարող են ընտրել ամենակարևորը ճիշտ պրոդուկտ, որտեղ սխալ պրոդուկտի ընտրությունից արդեն մեր բիզնեսը կտուժի։ Սովորեցնում ենք ինչպես ընտրել ճիշտ պրոդուկտ, ինչպես գնել պրոդուկտները Չինաստանից, ինչպես ներմուծեն Ռուսաստանի Դաշնություն կամ ինչու նաև ոչ Հայաստանի Հանրապետություն ու վաճառեն իրենց պրոդուկտը։ Իհարկե սովորեցնում ենք նաև ինչպես առաջխաղացնել, ինչպես գովազդներ միացնել, դա կլինի թե ներքին, թե արտաքին, ամբողջը սովորեցնում ենք։ Դասընթացներին կարողանում են մասնակցել աշխարհի յուրաքանչյուր ծայրից, նույնիսկ մենք ունեցել ենք ուսանողներ ու նույնիսկ մեր մենեջերը ով այս Այո, Այո, ինչպես Չինաստանում։ Չինաստանում գալ Հայաստան եւ սովորել Wildberries-ում ապրանք վաճառել։ Ոչ, on-line տարբերակով են սովորում։ Բոլորը on-line տարբերակով են սովորում։ Մենք նույնիսկ ունեցել ենք ուսանողուհի, ով մի քանի ուսանողուհիներ, ովքեր իրենց պրոդուկտները այս պահին գնում են Փեթակից, Սուրմալուից ու վերավաճառում են Wildberries հարթակում։ Իսկ մի հարց տամ, օրինակ, դուք ասում եք, որ մենք սովորեցնում ենք ինչպես Չինաստանից, հետո պետք է հետո ֆիզիկապես գնալ Չինաստան։ Ոչ, ամբողջը լինում է on-line տարբերակով, միայն անհրաժեշտ է հեռախոս, համակարգիչ եւ վերջ։ Եվ օգտագործում եք հարթակը Wildberries-ի։ Այո։ Յուրաքանչյուր մարդ կարող է Wildberries-ում բացել ինչ խանութ։ Այո, տանից սովորել, տանից աշխատել, տանից վաճառել։ Ոչ մի բան, Ես էլ էի հավատացել, ես էլ էի այդպես Ամբողջը դեպի ձեր փորձից պատմեք, կիսվեք։ Ես Մի օր արթնացաք, հասկացաք, որ Չէ, վերջ արթնացա, բավականին դժվար եմ եկել այդ որոշմանը, որ կսովորեմ Wildberries ոլորտը, ընտրել եմ Քրիստինեին բավականին ուսումնասիրություններից հետո։ Ինչպես է դա, լիցենզիա ունեք սովորեցնում։ Այո, իհարկե, ունենք ԱԾ, այսինքն օրինական ենք աշխատում, վճարում ենք մեր հարկերը, ամենակարևորը։ Կրթական կենտրոն։ Եվ մարդիկ, որ ձեզ մոտ սովորում են, հետո հետագայում ստանում են ինչ-որ գառանտիաներ, որ այս բիզնեսը։ Դիպլոմ, բացի դա մենք ունենք մեծ խումբ, այսինքն ուսանողները երբ որ ավարտեցին դասընթացները, մենք իրենց ավելացնում ենք մեր մեծ խումբ, որտեղ հետադարձ կապը պահպանվում, այսինքն եթե ինչ-որ հարցեր առաջանում, իրենք հանգիստ գրում են ու ստանում են իրենց Wildberries-ի բաց համալսարանի դիպլոմ ունեք, ավարտական։ Այո։ Շատ բան։ Так, եւ Ես 2024 թվականին սովորել եմ Քրիստինեի մոտ։ Ես էլ շատ վախենալով չեմ բացել խանութ, չեմ արել ոչինչ, 1-2 ամիս դադար եմ տվել, որից հետո արդեն
Որոշեցի, որ չէ, պետք չի մեր ստացած գիտելիքը, այսպես ասած, չռեալիզացնել եւ որոշեցի սկսել աշխատել։ Սկսեցի աշխատել որպես մենեջեր սկզբնական շրջանում, այսինքն ցույցեցի օգնել այն մարդկանց, ովքեր գիտելիք չունեն այս ոլորտում։ Բացեցի իրենց խանութները, սկսեցինք վաճառքներ իրականացնել։ Այսինքն կարող եմ ես զանգել ձեզ կամ գտնել, ասել, որ ես չունեմ գիտելիքներ, բայց ունեմ $1000 ուզում եմ ներդնեմ։ Եվ ուզում եմ վաճառել ինչ որ մի բան, օրինակ, ասենք այս էլեմենտները։ Տեսնում ես։ Գոր ասում ես ինչ վաճառեմ։ Դու կարող ես Stark-ը վաճառել։ Իդեպ նշեմ, որ Stark-ը վաճառվում է եւ Վալբերիսում եւ Օզոնում։ Բայց այո, կան նաեւ կանոններ, դուք իրավունք չունեք վաճառելու առանց թույլտվության իրենց ապրանքը։ Դուք հստակ պետք է ունենաք այդ թույլտվությունը։ Հաստատուղթ։ Հաստատուղթ, որպես ներկայացուցիչ կարող եք հանդիսանալ այնտեղ։ Հետո որպես մենեջեր աշխատեցիք, Մենեջեր աշխատելուց հետո մի օր զանգ ստացա Քրիստինեից որպես ակտիվ ուսանող, քանի որ Քրիստինեն նշեց, մենք ունենք մեծ խումբ, որտեղ ունենք ակտիվ ուսանողներ եւ մասնակիցներ։ Քրիստինեն առաջարկեց միանալ իր թիմին որպես դասընթացավարի օգնական եւ նաեւ խմբերի համակարգող։ Եվ որոշեցի միանալ նաև այդ աշխատանքը անել ու արդեն 7 ամիս է մենք միասին աշխատում ենք, ինչպես նաև ունենք։ Դուք ձեր խանութ արդեն ունի։ Արդեն ունեմ։ Դուք ինչ եք վաճառում։ Դեռ չեմ սկսել վաճառել, ճանապարհին է։ Խանութ ունեք, դեռ չեք վաճառում։ Այո, ապրանքը ճանապարհին է, քանի որ դեռ չի հասել։ Խոհանոցային պարագայում։ Քրիստինե, վստահ եմ, որ հիմա շատերը մեզ դիտում են ու շատերի մոտ հարց առաջացավ, ինչպես իրենք էլ կարող են դառնալ ձեր ուսանողը եւ սովորել այս բոլոր գաղտնիքները։ Ինչպես կարելի է խանութ բացել Վայլբերիսում միանգամից։ Միանգամից իհարկե կարող են, այո, սովորելու արդյունքում իրենք բացում են ԱԶ-ն, որտեղ առանց ԱԶ-ի մենք չենք կարողանա վաճառել, պետքա յուրաքանչյուրը վճարի հարկեր, օնլայն տարբերակով ալինում ամբողջ, այսինքն օնլայն տարբերակով գրանցվում են Վայլբերիս հարթակում որպես վաճառող, բացում են իրենց խանութը, պրոդուկտը պատվիրում են, դա կլինի Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից, պատրաստում են իրենց էջը, իրենց քարտերը, լուսանկարները տեղադրում են եւ կարողանում են վաճառքով զբաղվել, ինչպես նաեւ կարող են համատեղել, վաճառել իրենց պրոդուկտը եւ աշխատեն մի քանի տարբեր մարդկանց մոտ որպես մենեջեր ու ամեն մեկից առանձին վերցնեն գումար։ Իսկ ինչպես կարող են ձեր դասերին մասնակցել։ Կարող են մեզ փնտրել Instagram-յան էջով, գրեն Christ VB Ozon 1 կամ կարող են նույնիսկ YouTube-ով գտնել։ Christ Վայլբերիս։ YouTube-ով, այսինքն ունեք channel, ճիշտ ենք հասկանում։ Այո, ունեմ էջ, որը ել ավելի եմ ակտիվացնել։ Եվ ինչպես է էջի անունը։ Christ Վայլբերիս։ Christ Վայլբերիս։ Տարիք, սեր, զբաղվածություն կապ չունի։ Դասընթացները ազատ գրաֆիկով են, կարող են նայել իրենց ցանկացած ժամից, ցանկացած վայրից։ Դասընթացները ամենակարևորը չեն ջնջվում։ Ունենք փաթեթներ, մի փաթեթի ներսում 6 ամիս հետևողությունը դասընթացների հասանելիությունը։ Չենք ջնջում դասընթացները, այսինքն երբ որ այդ պահին տեսան, հետո չի ջնջվում իրենց մոտից։ Կարող են էլի մի քանի անգամ նայել։ Լավ, իսկ ուզում հասկանամ, իմաստը ինչու՞մն է 7 ամիս, ինչ եք սովորացնում մարդը։ 7 ամիս չենք սովորացնում, դասընթացները 7 ամիս ես աշխատում եմ։ Դասընթացները ընդհանրապես տևում են 1 ամիս։ Դա ինչ եք սովորացնում։ Մեկն դասի, բարև ձեզ։ Այսօր ինչ է։ Այսօր առաջին դասը։ Առաջի դասընթացը դա ծանոթություն Վայլբերիս հարթակի հետ։ Բարև Վայլբերիս։ Այո, բարև Վայլբերիս։ Գորնեմ։ Այո։ Սովորում ենք ինչպես գրանցվել Վայլբերիսում, ինչպես ընտրել ճիշտ պրոդուկտ, ամենակարևորը պետքա մեր մրցակիցներին ուսումնասիրենք։ Պետքա հասկանանք Վայլբերիսում տվյալ պրոդուկտից արդյոք պահանջարկ կա թե ոչ, այսինքն մենք յուրաքանչյուր ապրանք չենք կարող վաճառել այս հարթակում։ Դու վաճառում եք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Այո, նաև Ռուսաստանի Դաշնությունում են վաճառում, այո։ Լավ, երբ խոսում ենք որովհետեւ բիզնես սկսելուց, առաջինը ինչ գալիս է մտքից, պետք է միանգամից հասկանալ, որ մեծ ներդրումների մասին է խոսքը գնում։ Հավատացեք չէ։ Ահա, այդ կուզեմ այս դրա մասին խոսել։ Ինչքան ներդրումների մասին եւ արդյոք կարելի է այստեղ սկսել շատ չնչին գումարից, հետո մեծանալու այսպես միտումն ունենալ։ Ինչպես իմ ուսանողու փորձից ասեցի, ինքը ուներ ընդամենը 10000 դրամ, 10000 դրամով գնեց, իհարկե խոսքը չի գնում խանութ բացելու մասին, 10000 դրամով ինքը գնեց իր համար պրոդուկտներ, վաճառեց, տվյալ գումարը հանեց, նորից էլի նոր պրոդուկտներ պատվիրեց։ Այսինքն իր գումարը շրջանառության մեջ դնելով շատացրեց ու արդեն Ես մի հատ անեկդոտ հիշեցի։ Գիտեք, ամենաերիտասարդ միլիոնատերից որ ինտերվյու են վերցնում, ասում են ինչպես դուք աշխատեցիք ձեր առաջին միլիոնը։ Ասում են եկա Նյու Յորք, մոտս կար $2, գնեցի 2 կանաչ խնձոր, մաքրեցի նրանք վաճառեցի $4, գնեցի 4 կանաչ խնձոր, մաքրեցի նրանք վաճառեցի $8, ասում եմ իսկ հետո մահացավ իմ տատիկը եւ թողեց ինձ $1 միլիոն։ Հիմա ձեր մոտ
Երբ կարելի աշխատել, 10,000-ից սկսում են եւ երբ մարդը կարող է աշխատել, որ նա ունեք 1 միլիոն դրամ։ Երբ որ արդեն ունեն գիտելիք, ամենակարևորը գիտելիքն է։ Իհարկե ինքնուրույն էլ կարող են մարդիկ սովորել, բայց համենայնդեպս կան նրբություններ, որ եթե օրինակ դուք ցանկանաք տվյալ պրոդուկտը վերավաճառել, չունենաք փաստաթուղթ, Վալբերեսը ձեզ կարող է տուգանել։ Իրենք կարող են տուգանել։ Իսկ ներողություն եմ խնդրում, թանկ է ձեզ մոտ սովորելը։ Ոչ, Հասանելի։ 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 Լավ, մի ուրիշ հարց, կան ինչ-որ թոփ վաճառվող պրոդուկտներ, երբ խորհուրդ եք տալիս ձեր աշակերտներին, սկսնակներին, օրինակ սկսել հենց այս պրոդուկտներից։ Այո, մենք խորհուրդ ենք տալիս սկսնակներին վաճառեն այնպիսի պրոդուկտներ, որոնք գնում են, օգտագործում են, դա հիմնականում աղջիկական կամ երեխաների համար նախատեսված պրոդուկտներ է, որոնք գնում են, օգտագործում են, վերջանում է ու կարիք կա եւս մեկ անգամ պատվիրելու։ Ենթադրենք կոսմետիկա, խաղալիքներ, հա, ճիշտ հասկացա։ Այո։ Ջարդվող խաղալիքներ ստերի։ Այո։ Ու ամենակարևորը, որ ջարդվող խաղալիքներ։ Այո, ու ամենակարևորը, որ Վալբերես հարթակում մենք կարող ենք նույնիսկ քնած ժամանակ գումար վաստակել։ Այսինքն մեր խանութը 24 ժամ բաց է։ Այո, 24 ժամ մեր խանութը բաց է։ Բայց իհարկե նաև կան կանոններ, չէ, որոնց պետք է պարտադիր հետևել, որովհետև նույն վաճառողը, եթե ինչ-որ մի հարցում փորձի խաբել կամ վատ պրոդուկտներ կազմել, դու կարող ես դա հետ տալ, այսինքն այդ կանոններին է պետք է հետևել։ Կանոններն էլ ամբողջը սովորեցնում ենք։ Մենք չենք կարող ենթադրենք վերցնենք այլ վաճառողի լուսանկարները օրինակ կամ ապիսանի ասվածը, հա, չենք կարող վերցնել, տեղադրել մեր էջում կամ չենք կարող այլ մարդու բրենդ վերավաճառել։ Դա նույնպես անօրինական է։ Ինչպես եք դասընթացները կազմակերպում։ Խումբ պետք է հավաքվի, թե իմ հետ ինդիվիդուալ եք աշխատում, երբ կարող են սկսել, եթե դա խումբ է հավաքվում։ Ունենք երկու փաթեթները եւ անհատական ունենք դասընթացներ եւ ունենք խմբակային։ Խմբակային դասընթացները հիմնականում, այսպես ասած, խմբով է լինում դասընթացները։ Սկսում ենք այս պահին ունենք խումբ, որը սկսվում է ապրիլի 25-ից, լինում է տևողությունը 1 ամիս, շաբաթական 3 դասընթաց է լինում, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին։ Ինչպես նաև կիրակի օրերը մենք ունենում ենք ուղիղ եթերներ, որպեսզի հարց ու պատասխան անենք, ուղիղ եթերները նույնպես տրամադրում ենք մեր ուսանողներին։ Դասընթացների ընթացքում մենք տրամադրում ենք պրակտիկա ամենակարևորը, որտեղ սա այդ ամենակարևոր կետերից մեկն է, այսինքն դասընթացները միայն տեսական չեն։ Մենք տրամադրում ենք տնային առաջադրանքներ, սերին շատ խիստ ստուգում է բոլորի տնային առաջադրանքները, որի հիման վրա մենք արդեն վերջում տրամադրում ենք դիպլոմ։ Չի ստանում ոչ դիպլոմ, ոչ էլ առհասարակ փողերը տալիս եք խաղում։ Իդեպ ամենակարևորը, որ մենք արդեն 1 ամսից ավելի ունենք այսպիսի մի պայման, կարելի ասել, ամենագերազանց սովորող ուսանողի գումարը ամբողջական հետ ենք վերադարձնում։ Այսինքն եթե սովորեն գերազանց, իր գումարը մենք հետ ենք վերադարձնում։ Էլի դու ինձ թվում է կարաս։ Ես կարող եմ, Ես դու համոզում հավատում ես։ Ես միանգամից հասկացա։ Ես մտնում ուղղակի հասկանամ ինչ կվաճառեմ, առաջին ինչ մտքից եկավ դա այն է, որ խորհուրդներ կտան մասնագետները։ Չէ, այլ կուզենամ հասկանալ, շատ խոսեցինք ներմուծված ապրանքը վերավաճառելու մասին։ Իսկ արդյոք պահանջարկ կա նաև հայկական պրոդուկտը վաճառելու։ Իհարկե, ես այս պահին ունեմ ուսանողի, ինքը վաճառում է քաղցր սուջուխներ ու 1 օրվա ընթացքում ինքը վաճառում է 200-ից 300-ից ավել պրոդուկտ։ Օй, ես երբ ամբողջ գործս թողնում եմ, գնամ Վալբերեսի։ Սուջուխի թակուին են, սուջուխի արքան։ Բայց կարիք չկա գործերը թողնելու, քանի որ դուք օրական ընդամենը 2 կամ 3 ժամ, եթե տրամադրեք դասընթացները սիստեմատիկ նայեք, ամեն ինչ ավելի հեշտ է։ Օրական է, որ թերթում եք անիմաստ։ Իմաստով ինչ-որ բաներ զբաղվում։ Գիտես, ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է նաև երեխաներ ասած, այսինքն ջահելների համար, 18-19 տարեկան։ Մենք ունեցել ենք 15 տարեկան տղա, ով նույնպես սովորել է, ու ունեցել ենք 63 տարեկան պապիկ, այսպես ասած, մեր Աշոտյադյան, ով նույնպես սովորել է, այո, ու ունի իր խանութը։ Արդեն ես էլ եմ փաստորեն եթե։ Ուղղակի Աշոտը չէ։ Բանից մոտենում եմ այդ դադարը։ Պապիկին։ Եկեք այսպես հարց տամ։ Երբ են մարդիկ դառնում միլիոնատեր։ Այ ունեք պրակտիկա այդպես կամ մեծահարուստ։ Գնում են իրենց բնակարաններ, ստեղ ունեն։ Ես կարող եմ առաջինը իմպորտի բնակարանի։ Այո, ես կարող եմ ճանապարհում են։ Իսկ Քրիստինեն ամենահարուստը գիտես։ Ես հենց իմպորտից ելնելով ասեմ, մենք անցած տարի գնեցինք մեր բնակարանը Ռուսաստանի Դաշնությունում ու այս տարի պլանավորում ենք այո, ու այս տարի մենք պլանավորում ենք մեր բնակարանը գնել Երևան քաղաքում։ 1 տարվա ընթացքում։ Մի քանի ամսվա ընթացքում, մոտավորապես 4-5 ամսվա ընթացքում։ 4-5 ամսվա։
Այո։ Դա պետք է բարձրապես Խնդրեմ Կրիստինան այստեղ ինչպես կարելի է ձեզ դիմել նորից Instagram-ում կարող եք ձեզ գտնել Այո, YouTube-յան էջում, Facebook-ում էլ նույնպես կարող են գտնել Նորից եկեք հիշեցնենք, ես որտեղ հիմա ձեզ հեսա follow եմ տալու, հիշեցնենք, խնդրում եմ։ Վալբերիս։ Քրիստ Վալբերիս YouTube-յան ալիքը, այստեղից այնտեղ ամեն ինչ կա, Instagram-ում է կարող գրել։ Ես վստահ եմ, որ հիմա հեռուստացույցի ցանկում շատերն են հետաքրքրված, շատերին ոգևորեցինք դառնալու ձեր փոքրիկ դպրոցի անդամ, այո, սովորելու եւ հետո արդեն վաճառելու իրենց ապրանքը։ Քրիստինա Վայլբերիսի բաց համալսարան։ Իսկ սնդամթերք եք վաճառ, Սուջուխը այո, կարող են։ Իսկ արդյոք հետաքրքրված են հայկական ուտեստներով, օրինակ, չգիտեմ, պաստուր, մասուջուխ, Շատ, դա նույնպես վաճառում Սպասի փոշի, չգիտեմ, կարելի չէ կզբաղվել մտածել ու վաճառել, ինչու՞ չէ։ Ամեն ինչ կարող են վաճառել, ամեն ինչ։ Ամեն ինչ որ մարդիկ գնում են։ Այո, այն ինչը որ պահանջարկ ունի։ Այսինքն այստեղ պետք է ուղղակի սովորել ճիշտ վաճառել։ Այո։ Վերջ։ Սովորել հիմքը եւ անցնել գործի Ամենակարևորը սա շատ լավ հնարավորություն է մամաների համար, ուսանողների համար, ովքեր թեկուզ ունեն այլ աշխատանք կամ գտնվում են դեկրետում, իրենք կարող են հանգիստ իրենց երեխաների հետ համատեղեն կամ ուսման հետ կամ մեկ այլ աշխատանքի հետ։ Մեկը մյուսին չի խանգարում։ Վերջին հարցը ինչքան է տևում մեկ ուսման ամբողջական կուրսը։ Մեկ ամիս, շաբաթը 3 անգամ, կիրակի օնլայն։ Ես արդեն հիշեցի։ Այո, հիշեցիր քո։ Եվ գերազանցիքներին գումարը վերադարձում են էլի Ես հաստատ գերազանց եմ Այսօր այստեղն է ձերից։ Շատ շնորհակալություն ձեզ հաջողություններ։ Իմացանք ինչպես կարելի է շատ արագ դառնալ միլիոնատեր։ Եվ ինչպես մեր վերադառնալ մեր նախկին հյուրին եւ գնել այն բնակարանները, որոնք առաջարկում էին։ Այո։ Գովազ շանտի եթերի։ Շնորհակալություն։ Վերադարձանք Գովազդից եւ ինձ թվում է որ այս ամենը մարսելու համար Այսօր ինֆորմացիան շատ էր, չէ՞ գոր մեզ համար։ Իսկապես շատ էր եւ ուղեղում տեղավորելու համար երաժշտություն է պետք։